Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալի նկարահանումները շարունակվում են և ստեղծագործական թիմը համոզում է հեռուստադիտողներին, որ ամենահետաքրքիր զարգացումները դեռ առջևում են և այդպես էլ կա. Սոցիալական ցանցերում ու երկրպագուների խմբերում քննարկումները չեն դադարում, բոլորի ուշադրությունը կենտրոնացած է մեկ հարցի վրա՝ ինչ է լինելու Աննայի հետ։ Լիլիթի հարվածից հետո Աննայի ինքնազգացողությունը բնականաբար կտրուկ վատանում է և մի պահ թվում էր, թե նա իսկապես մահացած է։ Սակայն երկրպագուներից ոչ ոք չի հավատում նրա մահվանը։ Սերիալի բուն տրամաբանությամբ նման ավարտն Աննայի համար անհնար է և դա լիովին ճիշտ ենթադրություն է։ Աննան ապաքինվում է և քիչ անց պարզ է դառնում, որ նրա կյանքին լուրջ վտանգ չի սպառնում։ Իսկ ահա Լիլիթը վախից, ատելությունից և անհավասարակշիռ որոշումներից առաջնորդված շարունակում է շղթայաբար սխալների մեջ ընկնել։ Երբ նա տեղեկանում է, որ Աննան ողջ է մնացել, նրա ամբողջ աշխարհը փլվում է։ Նա գիտակցում է, որ Աննայի ողջ մնալը Բագրատի, Սոսի և բոլորի աչքում իրեն դարձնում է մեղավոր ու խոցելի։ Բայց Լիլիթի մտքերը գրեթե անմիջապես շրջվում են դեպի վրեժխնդրություն։ Նրա ներսում ծնվում է սարսափելի որոշում պատժել Սոսին ամենադաժան ձևով։ Սոսի տունն այն վայրը չէր, որտեղ իրեն գնահատեցին և հարգեցին, իսկ Լիլիթի մտածողությամբ այդ տունն այրելը դառնում է արդարացում։ Սերիալի նկարահանումներն ընթանում են շատ հետաքրքիր ու հեռուստադիտողները շատ շուտով դիտարժան տեսանյութերի են ականատես լինելու, իսկ դերասանները պարբերաբար սոցիալական ցանցի իրենց էջերում հրապարակում են նոր տեսանյութեր ու լուսանկարներ, որտեղից պարզ է դառնում, որ նոր ու հետաքրքիր զարգացումներ են սպասվում։ Հեռուստասերիալում սիրված դերասանները սոցիալական ցանցի իրենց էջերում հրապարակել էին տեսանյութ հեռուստասերիալի նկարահանման հրապարակից, որտեղ նկարահանվում էին Լիլիթն ու Արամը։ Լիլիթը իր որդու Արամի հետ խոսում էր տան հրկիզման մտադրության մասին։ Արամը նրա վրա ջղայնացած էր, թե ինչու է որոշել հրկիզել Սոսի տունը։ Արամը, որը միշտ եղել է ավելի ողջախոհ, այլևս չի հանդուրժում մոր այս հիստերիկ և վտանգավոր պահվածքը։ Նա փորձում է կանգնեցնել նրան, բայց Լիլիթը ոչ ոքի չի լսում, և այդ պահին տեղի է ունենում լարված և դրամատիկ բախումը։ Այն բանից հետո, երբ պարզվում է, որ Լիլիթը որոշում է այրել Սոսի տունը, Արամն ուղղակի նրան դուրս է անում տանից, հասկանալով, որ մոր ներկայությունը վտանգ է ոչ միայն ուրիշների, այլ նաև իրենց սեփական ընտանիքի համար։ Լիլիթը կատաղած է որդու այս քայլից։ Նրա համար դա ոչ միայն մերժում է, այլ նաև դավաճանություն։ Կենտրոնացված ամբողջ դժգոհությունն ու չարությունը պայթում է նրա ներսում, և նա դառնում է ավելի անկանխատեսելի, քան երբևէ։ Բարեբախտաբար նրա ծրագիրը չի իրագործվում։ Սոսի տունը չի այրվում, բայց հեռուստադիտողի համար սա հստակ ազդանշան է՝ Լիլիթը դեռ ոչինչ չի ավարտել։ Ինչպես երևում է մոր ու որդու խոսակցությունից, Լիլիթի չարագործությունները դեռ առջևում են։ Նա պատրաստ է ամեն ինչի, թե էլ ինչ քայլեր է ձեռնարկելու և ում է վնասելու ցույց կտա ժամանակը։ Աննան ողջ է, Սոսն ավելի խիստ։ Բագրատը ողբում է դստեր մահը, չիմանալով, որ դուստրը ողջ է, իսկ Լիլիթը դարձել է անկառավարելի։ Սերիալը միանշանակ լայն թափով շարժվում է դեպի նոր մեծ ինտրիգներ, բացահայտումներ և իհարկե սկանդալային շրջադարձեր։ Եվ ամենակարևորն, այս փուլից հետո «Վերջին զանգը» հեռուստասերիալում ոչինչ չի մնա այնպես, ինչպես նախկինում էր։ Եվ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե ինչ եք կարծում, ինչ զարգացումներ են լինելու հեռուստասերիալում և արդյոք Դիանա Գրիգորյանը կարդարացնի հեռուստադիտողների սպասելիքները, և հեռուստադիտողներն իհարկե ականատեսը կլինեն ամենահուզիչ, ամենալարված վերջին սերիաներին։ Իսկ հեռուստասերիալում հենց այս պահին էլ լարված սերիաներ են։
Աննան գետնին ընկած է ուշագնաց վիճակում, ով է նրան փրկելու: Հավանաբար հորաքույրը, քանի որ նա շատ ուշադիր է Աննայի հանդեպ, հատկապես հիմա, երբ նրա հետ իսկապես կատարվում է հետաքրքիր դեպքեր: Հորաքույրը նրան մենակ չի թողնում, քանի որ հասկանում է Աննան կոտրված է ու ծանր վիճակում, և այդ պատճառով նա ոչ մի քայլ հեռու չի գնում Աննայից: Բայց թե ինչ է սպասվում հետագա սերիաներում ցույց կտա ժամանակը: Աննեթը, Անգելը, թե Սոսը կփրկեն Աննային ու այն ինչ կպարզվի դրանից հետո, կդառնա հեռուստասերիալի հանգուցալուծումների թելը: Եվ հավանաբար Անգելինան, հասկանալով, որ շատ շուտով նոր իրադարձություններ են լինելու և հնարավոր է, որ ժամանակն այլևս իրենց դեմ է աշխատում, որոշի ուղղակի գրկել մորն ու երբեք բաց չթողնել նրա ձեռքը, հատկապես հիմա, երբ ավագը հիվանդանոցում է Վիկտորիան չարացած բոլորի հանդեպ: Նա հասկանում է, որ այսուհետ Անգելինայի սերը պետք է բաժանեն միմյանց միջև: Դե ինչ, մնացեք մեզ հետ, որպեսզի տեղեկանաք առաջինը: Սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի տեսանյութերի մասին առաջին տեղեկատվությունը ստանաք հենց դուք: